Պարոն Մամիջանյան, թերևս սկսենք հենց օրվա, այսպես ասած, իրադարձություններից մեկից, երկրորդ նախագահի ասուլիսից, որտեղ նաև անդրադարձ կատարվեց ձեր առաջարկին, իմպիչմենթի գործընթացին, նա նշեց, որ իրենք, ոնց որ ասած, իրենց հասանելիքն արել են, ստորագրությունները տվել են, սպասում են, թե դուք երբ ստորագրություն կբերեք։ Այսպես է ենթադրում համագործակցությունը, թե պետք է ամեն դեպքում համատեղ աշխատանք տարվեր, որ այդ ստորագրությունները լինեին, թե ուղղակի ստորագրություն տալ եւ քաշվել։ Քանի որ նախագահ Քոչարյանը ինչպես սկսեց իր պատասխանային հարցից, որ իր մոտ ոչինչ չի փոխվել, նախորդ դիրքորոշումները ես մեկնաբանել եմ, չեմ կարծում, որ նոր մեկնաբանության կարիք կա։ Մենք մեր խոսքի տերն ենք, մենք մեր գործընթացի տերն ենք, այս պահին հիմնական շեշտադրումը անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ է կենտրոնացած, իսկ այդ ընթացքում թե մեր գործընկերներից ով ինչպես կաջակցի, դա կտեսնենք բոլորս եւ հանրությունը։ Պարոն, բավարար չափով տեղեկացված չենք, ինչու չեն տեղեկացվում կամ չեն տեղեկացնում գուցե Հայաստան խմբակցության անդամները։ Ես իրենց ներթիմային ինֆորմացիայի տեղաշարժումը չեկեք չներգրավեմ։ Պարոն Մամիջանյան, ԿՊԱԿ-ների հետ աշխատանքը տարվում է այս պահին։ Ես նոր պատասխանեցի դրան, պարոն։ Նորից ասեմ, որ այս փուլում ամենաէական գործողությունը, որ անհրաժեշտ է անել այս փուլում, դա անկախ պատգամավորների ստորագրությունների ներգրավում է, որի վրա այս պահին հիմնական մեր ջանքերն են ուղղված։ Կան արդյունք, կա։ Կոպիկ Աղազարյանը ինչ կարծիք եք, Մական, եթե արդյունք լիներ եւ մենք համարենք, որ այն պետք է հանրայնացնել, երևի տարբերակ կգտնեինք, չէ՞։ Երկրորդ նախագահը նաև խոսեց այդ գործընթացի ժամկետների մասին, մասնավորապես, որ դա մինչև այս տարվա վերջ պետք է իրականացվի, եթե օրինակ այդ գործընթացը նորից շունչ ստանա հունվար եւ փետրվար ամիսներին, արդեն անլուրջ չվերաբերվի, որովհետեւ ըստ էության ընտրությունների նախընտրական շրջանը արդեն իսկ հայտարարված է։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության եւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության ազգային ժողովի խմբակցության վրա ժամկետներ ոչ մեկ։ Պարոն Մամիջանյան, բայց տեսեք, չնայած որ մեր ընտրություններին դեռ որոշակի ժամանակը հստակեցում է լծված չի, թե ովքեր են իրենք չմասնակցելու, Քոչարյանն արդեն կանխատեսում ունի, որ օրինակ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը խորհրդարանում չի լինելու, որովհետև ըստ իրա խորհրդարան անցնելու է ԿՊ, իրենք եւ Սաղեր Կարապետյանի ձևավորվելու ուժը։ Տեսեք, հարգելի փայլակ, նախ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ այս պահին մեր հիմնական միակ աշխատանքի ուղղությունը դա իմպիչմենթի իրականություն դարձնելն է։ Ենթադրում եմ, որ նախագահ Քոչարյանի մեկնաբանությունը նաև դրանով է պայմանավորված։ Մեկ, երկրորդ, ես կասկածներ չունեի, որ նախագահ Քոչարյանը հանրապետականին է քվեարկելու, որ այսօր զարման կապած լինեն, բայց նորից ասեմ, մենք հայտարարել ենք եւ այդպես էլ անում ենք, որ մենք մեր ամբողջ ուժերը ուղղում ենք մինչև ընտրությունները իշխանապողությունը իրագործելու համար, այն է իմպիչմենտ իրականացնելու համար, լավ կլինի, եթե այդ հարցում մեզ օգնեն մեր բոլոր գործընկերները։ Անել կասկածի կասկած չունեք, որ Քոչարյանը կայնը կդարկելու Պարոն Մական, կլինեք ինտերվյուն տեսվեցնեք, որպեսզի լսեք։ Ես ասեցի, ասեմ, որովհետև դա մի նախադասության պատասխանելու նախադասություն չի, այդ նախադասությունը վերցնելու չի։ Առաջին, կարծում եմ, որ նախագահ Քոչարյանի պատասխանը այսքան մարդուն նորից նույն բանն են լսում, որովհետև դուք չեք լսել, պարոն Մական։ Ես լսում եմ, ուղղակի լավ չհասկացա։ Լավ, դե որ լսել եք, նորից հասկացա, թե չէ։ Չեմ ուզում, չէ, պատասխանել եմ սկսում։ Ինչ դժվար է դեմոկրատական երկրում, պարոն Մամիջանյան, մի քիչ վերան պատասխանը։ Պարոն Մամիջանյան, ձեր խոսքից այսինքն Ինչ? Ռոբերտ Քոչարյանը պետք է սովորել լրագրողներին այսպես։ Պարոն Մակարյան, ես սովորում եմ շատ ու շատ մարդկանցից, բայց վստահաբար ոչ ձեզանից։ Ու հեսա իմ ու ձեր բանավեճը չի։ Ինձանից չէ, Քոչարյանից։ Պարոն Մամիջանյան, ձեր խոսքից տպավորություն ստեղծվեց, որ դուք պատրաստ եք օրինակ իմպիչմենտի գործընթացը սկսել կամ եթե չսկսվի քաղաքական ինչ-որ պրոցեսներ գեներացնել, Նիկոլ Փաշինյանին հեռացնել, գնալ ընտրությունների եւ օրինակ խորհրդարանում ներկայացվածություն չունենալ։ Ներողություն մի հատ էլ եթե կարելի է վերջը։ Այսինքն, ինչպես գործընկերս նշեց, ըստ Քոչարյանի խորհրդարան անցնելու են Քոչարյանական թևը եւ Սամվել Կարապետյանի ձևավորվող թիմը։ Ըստ Ռոբերտ Քոչյանի, դուք էլ նշում եք, որ դուք գործընթաց եք նախաձեռնել, ես էլ հարցնում եմ, քանի որ ձեր միակ օրակարգը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, այսինքն դուք պատրաստ եք նախաձեռնել։ Տեսեք, ես չեմ կարող այս
պահին պատասխանել ընտրությունների վերաբերյալ հարցին, որովհետև մենք այդ ուղղությամբ որևէ քննարկում, որևէ աշխատանք չենք տանում։ Ես ձեր հարցի տրամաբանությունը հասկանում եմ, բայց այդ հարցը տենց մի 5 ամիս տերերս ժամանակավետ լինելու, եթե ոչ ավելի շատ, որովհետև հասկանում եք, ով կարող է երաշխավորել, որ մինչև ընտրություններ նոր Վաշինգտոնի նման Հայաստանի ապագան խիստ մշուշոտ դարձնող արձանագրություններ կամ այլ գործընթացներ չեն։ Նմանօրինակ բաները, ինչպես եւ նախագահ Սարգսյանը նախորդ զգուշացրել էր եւ հանրապետականը դրա մասին շատ է խոսել։ Նմանօրինակ բաները բացառելու համար մենք խնդիրը պիտի լուծենք մինչև ընտրություններ։ Ընտրությունները ընդհանրապես տարբերակներից մեկն են իշխանապողության Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Ինչքանով է այդ տարբերակը հավանական, թե ունենք այլ քննարկման, բայց եթե դեռևս կա գործիք, որը ամբողջությամբ օգտագործված չի, խոսել մյուս գործիքի օգտագործման մասին ես չեմ անցալու։ Մեր համար ոչ թե իշխանություն հասնելն է նպատակ, այլ իշխանապողությունը իրականացնելը։ Հասկանալի, շնորհակալություն։ Ձեզ շատ շնորհակալություն։ Հարգելի դեպի